Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում մարդահամարը շարունակվում է, հայտնաբերվել է Արայ խանութների ցանցի սեփականատիրոջ դին, երբ է մեծ սպորտ վերադառնալու Նազիկ Ավդալյանը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Հոկտեմբերի 11-ից 21-ը Հայաստանում մեկնարկել է մարդահամարը։ Յուրաքանչյուր 10 տարին մեկ երկրում իրականացվող այս մարդահամարը երևի թե տեղեկացվածության առումով ամենակազմակերպվածն է։ Այս են վկայում մեր քաղաքացիները եւ փաստում, որ մարդահամարի մասին գիտեն անընդհատ գովազդային լրատվամիջոցներով հնչեցվող հայտարարություններից, գովազդային պաստառներից։ Նույնիսկ բջջային օպերատորներն են հաղորդագրություն ուղարկում բնակչությանը մարդահամարին մասնակցելու կոչով։ Հաշվարարներից շատերն էլ վկայում են, որ բարձրացել է նաեւ մարդկանց գիտակցությունը։ Մարդահամարի հետքերով է գնացել նաեւ Արմ ռադիոյի լրագրող Սոնա Կարապետյանը։ Հաշվարարտիկին Սիրան օրեկան 20-ից ավելի դուռ է թակում։ Բնակիչների մի մասը բարեհամբույր են, մյուս մասը ոչ այնքան։ Սակայն մարդահամարին մասնակցում են պատրաստակամությամբ։ Չնայած որ լինում են դեպքեր, երբ մարդիկ զգուշանում են պատասխանելուց, կեղծ կամփերի տեղեկություններ տալիս։ Մարդիկ մի քիչ կասկածամիտ են, մտածում են տների հարցով կարող է ինչ-որ ձեռքից վերցնեն, եթե էլի տուն լինի եւ այլն։ Ես իրենց ասում եմ, որ դա բոլորովին կապ չունի, ոչ մի օրենսդիր մարմին այս հարցաթերթերի հետ գործ չունի, սա հանձնվում է վիճակագրական վարչությանը։ Վերջերս Գյումրիում աղմուկ էր բարձրացել մարդահամարի վերաբերյալ։ Մեկնարկի հաջորդ իսկ օրը գյումրեցիները մարդահամարում քաղաքական ենթատեքստ տեսան, վախենալով, որ այն միտված է իրենց եկամուտները հաշվելուն կամ էլ նախընտրական ցուցակներում գաղտնիորեն ընդգրկելուն։ Գաղտնիք չէ, որ շատերն այս ամենի մեջ փորձում են թաքնված իմաստ տեսնել, դրանով իսկ լրացնելով մարդահամարի էությանը, բնույթին ու անհրաժեշտությանը անտեղյակ լինելու սեփական բացը։ Անհրաժեշտ է այնքանով, որ տեսնեն բավարար է աշխատատեղերը, պետք է արդյոք ստեղծել նոր աշխատատեղեր։ Մարդիկ պետք է կողմնորոշվեն, նրանք չեն գալիս է, որ հարցը տան հենց այնպես։ Եզրակացություն կազմեն ժողովրդի ապրելակերպի մասին։ Ուրեմն մենք պետք է ասենք, որ իրանք էլ եզրակացություն կազմեն, չէ՞։ Կարևոր բան է դա ստատիստիկա եւ այլ պլանավորման։ Բայց այս հարցերը ոչ մի բան չի տալիս, եթե դրան հետագայում այդ հարցերը լուծելու միտում չլինի։ Ես խնդրեմ չունեմ։ Հարցը ճիշտ կպատասխանեն թե չէ։ Տեղ է ապրում, քանի հոգի է գրանցված, քանի տարի է ապրում, բոլորը պատասխանել եմ։ Իմանանք թե քանի հոգի մարդ մնաց Հայաստանում։ Այս պարագայում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետության քարոզչական եւ բացատրական գործունեությունը, այլ մեծապես նաեւ մարդահամարն իրականացնող հաշվարարը։ Ես չգիտեմ դա ինչի համար են անում մարդահամարը։ Եթե ես իմանամ ինչի համար է դա արվում։ Մարդահամարը արվում է 10 տարին մեկ, գոնե իմանան ինչքան մարդ է ապրում մեր Հայաստան Հանրապետությունում։ Երկրորդ, ինչքան ծերեր կան, ինչքան մանուկներ կան, նորածիններ կան, ինչքան մահացու դեպք կա, ինչպիսի պայմաններում են ապրում մարդիկ։ Ամեն հարց շոշափվի։ Ինչպես մեզ բոլորիս տեղեկացնում են բջջային օպերատորները, հաշվառվենք Հայաստանի համար, աջակցենք մեզ այցելող հաշվարարներին։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Սևան Երևան Մայրուղու մերձակայքում Գետամեջ գյուղի ճանապարհին BMW X5 ավտոմեքենայում հայտնաբերվել է Արայ խանութների ցանցի սեփականատիրոջ դին։ 31-ամյա Արմեն Պետրոսյանի ձեռքին եղել է ՏՏ մագնիսի ատրճանակ եւ ըստ նախնական վարկածի նա ինքնասպան է եղել։ Արմ ռադիոյին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության բաժնի պետ Սևակ Միլիտոնյանը։ Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել է Բրաունինգ ատրճանակ 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում ՏՏ ատրճանակի կրակված 1 պարկուճ։ Փաստի արդի ոստիկանության կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզում են, կատարում է նախաքննություն։ 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ, բայց դա հնարավոր է միայն 2 տարի հետո։ Մինչ այդ նա պետք է վերականգնողական շրջան անցնի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նազիկ Ավդալյանը նշել է, որ ամեն հնարավորն անելու է հաջորդ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Մանրամասնում է Աննա Գզիրյանը։ Ընթացիկ տարվա ապրիլին ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը ավտովթարի էր ենթարկվել եւ կոտրվածքներ ստացել մեջքի ու կողոսկրերի հատվածում։ Որպես հետևանք բժիշկներն արգելել էին մարզուհուն վերադառնալ մեծ սպորտ։ Այժմ Նազիկ Ավդալյանը գտնվում է բուժման փուլում, որից հետո պետք է անցնի վերականգնողական փուլ։ Որև վիրահատություն անելու են, ես միշտ հարցնում եմ կարողանամ վերադառնալ սպորտ թե ոչ։ Միշտ ցույց էին տալիս բժիշկները, որ կարողանամ եւ այդ հույսով եւ չեմ մտածել սպորտը թողնելու մասին։
Ավտովթարից հետո Նազիկ Ավդալյանի համար ծանր ժամանակաշրջան էր, սակայն նրա կողքին եղել են հարազատները, ընկերները, ովքեր օգնել աջակցել են։ Աշխարհի չեմպիոնուհին այս ընթացքում ապրել է մեծ սպորտ վերադառնալու հույսով։ Մտավախություններ կան, որ Նազիկ Ավդալյանի կյանքում երկար ժամանակով սպորտային դադարը կարող է խոչընդոտ հանդիսանալ, սակայն ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել։ Դե բնականաբար կխանգարի, շատ դժվար կլինի, բայց ես չեմ պատրաստվում այդ 2 տարվա ընթացքում ոչինչ չանել։ Մի տարի հետո երևի կսկսեմ թեթև մարզվել, որ ավելի հեշտ լինի ինձ։ Ավտովթարից հետո Նազիկ Ավդալյանը մինչ մեծ սպորտ վերադառնալը չի պատրաստվում անգործության մատնվել։ Այժմ նա ոչ ավել ոչ պակաս իրավաբանական կրթություն է ստանում։ Ավելին իր նախաձեռնությամբ Վանաձորում շուտով ծանրամարտի մարզադպրոց է գործելու, որտեղ կլինի մարզադահլիճ հատուկ նախատեսված իգական սեռի մարզուհիների համար։ Հիմա շատ լավ աղջիկներ կան, որ տեղ չկա պարապելու։ Մարզադպրոցներ կան, որ ասենք տղաներ են պարապում, բան իրեն ծնողներն էլ աղջիկները թույլ չեն տալիս, որ այդ պայմաններում աղջիկները պարապեն, դրա համար ես ուզում եմ, որ լինի Հայաստանում հատուկ կանանց ծանրամարտի մարզադահլիճ։ Իդեպ շատերին հետաքրքրող եւս մեկ հարցի պատասխան՝ վթարի պատճառով հետաձգված Նազիկի հարսանիքը նախնական տվյալներով կկայանա այս ձմռանը։ Եվ իհարկե դա չի խանգարի մեծ սպորտ վերադառնալուն, խոստացավ Նազիկը։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Հոկտեմբերի 14-ից երրորդ անգամ մեկնարկեց Արևորդի փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 18-ը։ Այս տարի այն կրում է «Քո հետքերը բնության մեջ» խորագիրը։ Փառատոնն անցկացվում 2 տարին մեկ անգամ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ։ Պատմում է Նունե Ավետիսյանը։ Բացման օրը Ազատության հրապարակից ավելի քան 500 պատանիներ շարժվեցին դեպի Շարլ Անձնաուրի հրապարակ։ Նրանց երթը շարունակվել է Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ, անցավ Նալբանդյան փողոցով եւ կանգ առել Շարլ Անձնաուրի հրապարակում։ Այստեղ վայրի բնության եւ արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ պլաստիկ շշերից եւ այլ թափոններից պատրաստվել էին առաջավոր ասիական հովազի, բեզոյան, այծի եւ հայկական մուֆլոնի պատկերներով արձաններ։ Այս կենդանիները գտնվում են անհետացման եզրին։ Փառատոնին մասնակցում էին տարբեր հանրակրթական պրոցեսաներ, նրանք իրենց հագուստներով ներկայացնում էին ոչնչացող ֆլորան եւ ֆաունան։ Այստեղ հավաքվել են հարյուրավոր պատանիներ, երիտասարդներ, տարբեր հագուստներով, տարբեր կենդանիների դիմակներով, որոնք ստեղծել են իրենց ձեռքերով։ Ձեռքերին եք ներկայացնում, քանի որ մարդիկ ծովը շատ են աղտոտում, այնտեղ շատ անպետք իրեր են հետում եւ մեր բողոքը լուր է։ Մենք հիմա կրում ենք ծառերի եւ ծաղիկների զգեստներ նրա համար, որ ծառերը չկտրեն, չաղտոտեն ընդհանրապես բնությունը։ Ապրել ենք այդ վագրը, որովհետև շատ հզոր եւ լավ կենդանի է։ Հզորությամբ ուժի խորհրդանիշ է։ Մանկապատանեկան նվագախմբերը ուղեկցում էին կենդանական աշխարհին հատուկ արտաքինով մասնակիցներին։ Նրանց ձեռքի պաստառները կոչ էին անում լինել հոգատար շրջակա միջավայրի նկատմամբ։ Բացի մասնակիցներից եւ համաքաղաքացիներից փառատոնին այցելել էին նաեւ զբոսաշրջիկներ։ Գերմանիայից ժամանած խումբը հանդես եկավ երաժշտական եւ պարային շոուով։ Այդ խմբի անդամներից գերմանաբնակ շվեյցարացի Շանին Եգին ողջևորված էր այս նախաձեռնությամբ։ Մենք ժամանել ենք Գերմանիայից, արդեն երկրորդ անգամ ենք Հայաստանում։ Սա շատ գեղեցիկ փառատոն է եւ անչափ կարեւոր կենդանիների պաշտպանության համար։ Նշեմ նաև, որ հոկտեմբերի 15-ին եւ 16-ին միջոցառման շրջանակներում Երևանի կենդանաբանական այգու մուտքը ազատ էր, որտեղ այցելուներին դիմավորում էին երգով եւ ազգագրական բառերով։ Մինչև հոկտեմբերի 18-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև մրցույթ-ցուցահանդեսներ ֆլորա եւ ֆաունա խորագրով, նաև 30 երկրներից բերված վավերագրական ֆիլմեր են ցուցադրվելու։ Ֆիլմերի ծրագրի համակարգող Վարվարա Հովհաննիսյանը պատմում է, թե ինչի մասին են այդ ֆիլմերը։ Այս տարվա ֆիլմերի ծրագիրը ավելի ընդգրկուն է, ավելի քան 40 ֆիլմ կա ծրագրում։ Հիմնական կորիզը փառատոնի կազմում է ֆիլմի ցուցադրությունները, որոնք տեղի են ունենում 11 տարբեր ցուցասրահներում ողջ Երևանով։ Նպատակը վերջի վերջո մեր այս 6 տարիների նպատակը Հայաստանում բնապահպանության մեջ ինչ-որ բան փոխելն է եւ ավելի շատ երեխաների համար է այս ամեն ինչը արվում։ Դպրոցահասակ երեխաների, որ փոքրուց երեխաները արդեն սիրեն եւ փորձեն պահպանել իրենց հայրենի բնությունը։ Արևորդի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մոսկվա կինոթատրոնում երեկոյան ժամը 19-ին։ Նունե Ավետիսյան, Արմրադիո։
Մի քանի լուր նոր նշանակումների մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը համատեղության կարգով նշանակվել է Վիեննայում միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ, վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր արժեվ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 9-ի հրամանագրով իր դիմումի համաձայն Կարեն Կարապետյանն ազատվել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ ԱՄՆ նորանշանակ դեսպանն արդեն Երևանում է։ Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրուցել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Թողարկման վերջում հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 375-ով, եվրոն 517-ով, օդի ջերմաստիճանն այժմ +23 է։ Այժմին այսքանը, մինչ հանդիպում։